ամբիոնից հայհոյանք հնչեցնելն էլ է, ուղղակի տեսակետ հայտնելու հարց ու հեռուստադիտողը հայ, այդ ուղի եթերով թեկուզ նաև մարդիկ պետք է դա դիտան, օրինակ Արսեն Թորոսյանին կամ Լևոն Քոչարյանին, որ իրենք ստիպված են լինում լսել այն, ինչը չպետք է լսեն խորհրդարանական երկրի ամբիոնից, հա, ազգային ժողովի։ Նախ եւ առաջ այդ ամենը սկսվեց նրանից, որ ձեր նշած մարդը Քոչարյանի փոքր տղան որոշեց սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ազգային ժողովի դահլիճում, չնայած նրան, որ այնտեղ կային կանգնած կանայք, կան հղի падգամավորներ ունենք, մենք հղի կանայք ունենք, падգամավորներ ունենք, եւ երբեր կա, վերջացնեմ, հա, եւ հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանի պատասխան ասվել է, որ այն ամեն ինչ որ հնչեցվել է, վերաբերելի է նաեւ ձեզ եւ դա ձեզ է վերաբերվում, եթե դուք նման բան եք ձեզ թույլ տալիս։ Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ես կարծում եմ քաղաքացիները իրենց գնահատականը կտան եւ ես ձեզ վստահեցնում եմ նաեւ քաղաքական գնահատականը չի դադարելու այս դահլիճում հնչել եւ այն ինչ որ պարոն Քոչարյանի փոքր տղան իրեն թույլ է տվել, պետք է քաղաքական առնվազն հետևանք ունենա եւ ունենալու է Վրա մեջ սովորույթը մեկը չկասկած։ Նա ձեզ զգուշացվել է, ասել է, եթե շպրտելու լինի, դուք բարձրեք նստած, զգուշ եղեք, որտեղ ավելի ցավոտ կլինի ձեզ ամբիոնից։ Գիտեք, այստեղ խնդիրը ինչու՞մն է կայանում, պետք է հասկանանք ով է նա։ Ով է նա։ Բացի հայտնի երգչուհու ամուսին լինելու եւ մարդասպան չընտրված, կոռումպացված երկրի ղեկավարի տղա լինելու ինքը ով է, ուզում հասկանամ։ Քաղաքական գործիչ է։ Օրինակ տեսեք, Սերյան Օհանյանի պարագայում այդ մարդը ունի ինչ-որ ռազմական անցած ուղի, հա, Արծվիկ Մինասյանի պարագայում քաղաքական գործիչ է, որը ունի մեծ անցած ճանապարհ։ Ով է նա։ Ոչ մեկ, նա ոչ մեկ է։ Նա, ասեցի, հայտնի երգչու ամուսին է, իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը, անձնական ձեռքբերումը դա է, երկրորդ ձեռքբերումը դա այն է, որ ինքը ինչ-որ մեկի տղան է, երբ որ ինքը կգիտակցի, թե ինքը ով է, նոր կկարողանա հոխորտալ ազգային ժողովի փոխոսնակի ուղղությամբ, ազգային ժողովի падգամավորների ուղղությամբ, ել չեմ ասում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի ուղղությամբ։ Տեսեք, ես բավականին սուր եմ խոսում, հաճախ եւ բավականին կտրուկ գնահատականներ եմ ինձ թույլ տալի, բայց ես երբևիցե ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, ասելով, որ ինքը մարդասպան է իմ համար, ես գիծ կա չեմ ասում, ես ինձ թույլ չեմ տալի ասեմ, որ չասեմ ինչ, նույնիսկ օրինակ չբերեմ, որտեղ կա գիծ, որտեղ եթե ես դա այդ գիծը անցնում եմ, այդտեղ ես եմ դառնում ավելի վատ իրավիճակում։ Ինքը անփորձ ջահել է, որը որ ասեցի, միակ առավելություն ունի, ու իր տեղը, իրան իմ գործընկերները, ես երկրում չէի, 4-5 օրած տեղ էի, նիստերի էր գալիս էր այգում նստած էի սրճանում անցնում էր, 4-5 օրած տեղ էի, բան չէր ասում, հենց ես տեղ չէի, եկավ ելույթ ունեցավ, բայց գալու է չէ դահլիճ, բայց հուսամ ոչ մի բան, քաղաքականից բացի ոչ մի բան, ես ու իրանց մակարդակին չեմ, ես ոչ մարդասպան եմ, ոչ ինչ-որ մեկին դուրս ամբիոնից ներքև շպրտող եմ, ես այն մարդն եմ, որը կանոնները ասել է Քրիստինա Վարդանյանը, այո, ասել եմ ու նորից եմ ասում, ով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նիստերը խաթարի, ես իրան դուրս կբերեմ ու դուրս կշպրտեմ նիստերի դահլիճից, բայց դա չի նշանակում, որ այդ արտահայտությունը, այդ գողականի, այդ ինչ-որ բանի, ասում եմ, ես գիտեմ ես ով եմ, ես իմ անցած ճանապարհն եմ, հաջան։ Լևոն Քոչարյանը ձեզ գողական է գնում այժմ։ Լսի, ինքը ոչ մի ձև չի գնում ու ոչ մի ձև չի կարա գնա, ես ասեցի, ինքը կարա Քոչարյանական գնա, ինքը Քոչարյանական էլ գնում է ու սաղկյան Քոչարյանական էլ գնալու է, ինքը ուրիշ բանի ունակ չի, նույնիսկ հայերեն խոսալուց խնդիր ունի այդ մարդը, ինչ ունեմ ես իր հետ խոսում։ Դուք որ ասում եք գծեր կան, որ չեմ հա անցնում, բայց դուք մի այնպեսի գիծ եք անցել, թքել եք քաղաքացու վրա, դրանից այն կողմ էլ ինչ պետք է լինի։ Ես ներողություն եմ խնդրում, նախ ես չեմ հասկանում, ձեզ թվում է, որ դուք ամեն անգամ էդի որ ասում եք, ես դες պետք է ամեն անգամ նույն ֆրազը կրկնեմ։ Ես այդ մարդուց ներողություն եմ խնդրել հրապարակային։ Ես դա արել եմ տարիներ շարունակ իմ նկատմամբ ատելության եւ հարձակումների, վիրավորանքների իմ ընտանիքի անդամի ներկայությամբ ինձ վիրավորելու ընթառաջ։ Ու այն անեկդոտը ես իզուր չպատմեցի, երբ որ Լևոն Քոչարյանը այդտեղ գլուխ էր գովում ու դեմքի մկաններով էր խաղում հորը նմանակելով, որ ինքը սաղկյանք արդարանալու է եւ իր նկատմամբ այդ ամեն ինչը նրա պատճառով է, որ ինքը այն
մարդու տղան է, որը որ ինքը կա։ Ես իմ արածի համար ներողություն եմ խնդրել։ Ես անցել եմ ճանապարհ, ես դրա մասին խոսում եմ բացեբաց, ես դրա հետ կապված խնդիր չունեմ։ Տաղանոցն որ ասում եք Դե որ լսեք, երբ որ ես քաղաքական գործունեությամբ էի զբաղվում, շատ ու շատ մականունավորներ կային այս շենքում։ Շատ ու շատ։ Նույնիսկ այդ ժամանակահատվածում մենք ելույթների մեջ, գրառումների մեջ այդ մականունները, բաները չէինք օգտագործում։ Էլ չեմ ասում, ասենք հրապարակային լկտիանալ, իսկ ինքը լկտիացել է, իսկ դրա պատասխանը լինելու է միանշանակ, եւ ոչ միայն իրան եւ մնացած են բոլորին, ովքեր իրանց նման թուրք սպառնում եք։ Չէ, ասում եմ, որ ազգային ժողովի նիստերի դահլիճում ամեն ինչ ունենալու է իր հետևանքը, որովհետեւ ազգային ժողովի նիստերի խանգարում այդտեղի չի կարող ունենալ։ Դա օրենքով սահմանված է, դա իմ ցանկությունը չի։ Ես որ ասում եմ, ես դուրս կշպրտեմ, ես ու նկատի չունեմ, որ ես տենց ինչ-որ ուժեղ գոհական տղա եմ, հեսա գալու եմ, սենց բռնեմ ու տանեմ դուրս շպրտեմ, հələ վերջում եմ մի հատ էլ հայոյեմ։ Ես նկատի ունեմ, որ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված կարգ կա, որ կարող է հեռացվել դահլիճից, Հենց այդպես ասեք։ դե կարող է հեռացվել, բայց երբ որ այդ ժամանակ գոռում, ղժում են, դու ով ես եւ այլը, ասենք վերջի ամենաձևով իրանց պահում են, բնական է, ձևակերպումը վերաբերում է դրան, բայց դուք երբևիցե տեսել եք, որ ես ինչ որ մի պարագայում լսի հարցազրույցս նայել ես, ես դրան պատասխանել եմ հարցազրույցում եւ համարում եմ, որ այն թեժ պարլամենտը, որը որ մենք 2021 թվականին ունեցանք, եւ այսօր ես շատ մեծ հաջողությամբ իմ աշխատանքը կատարել եմ, շատ մեծ հաջողությամբ, որտեղ հենց իրանց նպատակը ստեղ թեժացնել էր ու հիմա էլ է դա նպատակը, որովհետեւ օրակարգ չկա։ Հələ տեսեք, խնդիրը գիտեք ինչումն է, տեսեք ինչից ենք խոսում, հա? Ինչից ենք խոսում։ Խոսում ենք վիրավորանքներից, սեռական բնույթի վիրավորանքներից, խոսում ենք իրար վիրավորելուց, իրար պիտակավորելուց, կոռուպցիայից, բա ի՞նչն է իրանց օրակարգը։ Կրկնում եմ, հարց եմ տալի, խնդրում եմ ձեզ, գնացեք, երբ որ տեսնեք ընդդիմադիր լրագրողին, հարցրեք, ասեք, հարգելիներս, այն օրակարգը, որով որ դուք եկաք պարլամենտ, ո՞րն է այնուամենայնիվ, անցավ տարուկես, ո՞րն է, բա ինչի իմպիչմենտի գործընթացին չեն միանում, թող միանան, ես այդտեղ սատարում եմ, ոնց, թող իրանք միանան, ցույց տան, որ իրանք կան, ես այդ առումով շատ համարում եմ, որ թող միանան, բա ինչի են հիմա իրանք իրար, այսպես ասած, գզվրտոցների մեջ են գել, դե երկու վարկած կա, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ այնուամենայնիվ չի կարող ռեալ գզվրտոց լինի, որտեղ իրանք երկու որակներ են քաղաքական, եւ երկրորդ տարբերակը այն է, որ փորձում են իրարից, այսպես ասած, բան տանել, համակիրներ տանել, որպեսզի գալիք ընտրությունների ժամանակ ավելի շատ ձեն հավաքի, որտեղ իրանց ընտրողների դաշտը զանգվածը նույնն է։ Եվ էսա պատճառը։